Հիմա պարոն Անտոնյան, ձեր կարծիքով սահմանի բաց լինելը մոտ ապագայի խնդիր է, թե դրա համար երկար ժամանակ կպահանջվի։ Խնդիրը սա է, սահմանի բացման խնդիրը չի այդքան կարևոր, որ դա մոտ լինի, որովհետև միշտ խոսում են հետևյալի մասին, սահմանը բացվեց, Թուրքիան ինչ որ ուզում էր պոկեց մեզնից, համապատասխան կետերի տեսքով, որից հետո սահմանը երբ ուզենա կփակի, չէ՞։ Մենք մի դա ենք ասում, չէ՞։ Այսինքն շատ մարդիկ որ դրա մասին խոսում են։ Մենք այսօր խոսում ենք, որ այդ սահմանը երաշխավորված բացը լինի։ Այսինքն այդ սահմանի բացելը փոխշահավետ լինի։ Մինչև դա չտեսնի մարդը, այդ անհանգստությունը պետք է ունենա։ Այսինքն պետք է մտածի, իսկ ինչ շահագրգռվածություն է Թուրքիան, եթե ինքը ինչ որ իրան պետք է պոկեց մեզանից, եւ որովհետեւ սահմանը պետք է բաց պահի եւ չպետք է ստիպի, որ Ադրբեջանի շահերը պաշտպանի Ղարաբաղի հարցում։ Այսինքն մենք դե երաշխիքը տեսնենք, թե չէ։ Եթե մենք ուզում ենք այդ երաշխիքը տեսնենք, ուրեմն տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական համատեքստում պետք է տեսնենք, որն է մեր քայլը, որն է Թուրքիայի քայլը, որը հանգեցնելու է նրան, որ այդ սահմանը որ բացվի, այդ սահմանը բացել կմնա։ Այսինքն Թուրքիան ձգտում է Եվրամիություն, դա ասենք իր համար դա ճանապարհ է բացում։ Իսկ ուզենք թե չուզենք, մենք պետք է մտածենք այսպես. Ռուսաստանի դերը պակասելու է Հայաստանում, ինչքան ուզում ասեն, տենց չի լինելու։ Ինչքան ուզում իրենց ռազմավարական գործընկերությունից խոսան։ Առավոտից երեկո Թուրքիայով վախացնում են, ռուսական զորքը մեր սահմանապահները պահում են, ասում են, եթե մենք չլենք, Թուրքիան կհարձակվի։ Այդ Թուրքիայի սահմանը որ բացում են, այդ սահմանը պահնում է պահում։ Այսինքն այսպես թե այնպես Թուրքիայի Ռուսաստանի դերակատարությունը փոքրանալու է։ Այսպես թե այնպես Հայաստանը մտածել է, որ եթե մենք մեր հարևանը դառավ արդեն Եվրամիության անդամ ուշ թե շուտ, այդ դեպքում ինքը հնարավորություն առնում եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը ավելի առարկայական է դառնում։ Թեպետ մենք այդ ծրագրերում ընդգրկված ենք Եվրամիության նոր հարևաններ կամ այդ նոր գործընկերության հետ կապված այդ բանը ԱՊՀ անդամ այն 6 երկրները, որոնք որ կան, չէ՞։ Բացի դրանից, նաև մենք Թուրքիայի հետ ուղղակի հնարավորություն ենք ունենում այդ խնդիրների մասին խոսելու։ Այսինքն սա որակապես փոխում է մեր անելիքը այս հարցում։ Դրա համար մենք դեռ նաև դրան պատրաստ լինենք հասկանալու։ Մենք այդ ճանապարհը ուզում ենք գնանք, թե չէ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան այսօր ձգտում է Եվրամիության անդամ դառնալու։ Հիմա մեր արտաքին քաղաքական կուրսը ինչպիսին է։ Կոմպլեմենտարիզմի մասին էին խոսում մի ժամանակ։ Ես հիշում եմ, որ մի 2 տարի, 3 տարի առաջ ասում էին մեր իշխանությունները, ասենք իշխանությունը ներկայացնող անձինք դեմ էին արտահայտվում Թուրքիայի Եվրամիության անդամակցությանը, նույնիսկ։ Նման քարոզ կար, որ պետք չի Թուրքիան անդամակցի Եվրամիության, չգիտեմ ինչ պատճառաբանությամբ, հիմա փոխվել է, կարծես քիչ են խոսում այդ մասին, նույնիսկ ասում են շատ լավ է։ Մենք շատ կտրուկ ինչ-որ փոփոխություններ ենք արել, հա, մեր արտաքին քաղաքականության մեջ։ Խնդիրը նա է, որ Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալը իհարկե բխում Հայաստանի շահերից։ Ով երբ դա կհասկանա, դա իր խնդիրն է։ Առիթ եղել է դեռ 5 տարի առաջ եղել է այդ նման ելույթով հանդես եկել եմ, դա նաև համացանցում էլ կա, որ Թուրքիան կլինի Եվրամիության անդամ, կլինի կանխատեսելի հարևան, մենք կիմանանք, որ նա Եվրամիության համակեցության կանոններով ու խաղի կանոններով շարժվելու, այսինքն մենք մեր ապահովությունը դրանով շատ ավելի կմեծանա։ Եվ եթե մենք երբևէ խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին, մենք գիտենք, որ այն բոլոր երկրները, որոնք որ ճանաչել են ցեղասպանությունը, նաև հզոր երկրների մասին է խոսքը, նրանք որևէ մեկի պարտադրանքով չեն ճանաչել, նրանք դա ճանաչել են, երբ որ նրանք հասել են դրան։ Ոնց որ ասենք թեկուզ վերցնեն Գերմանիայի օրինակը, այսօր ով է Գերմանիային պարտադրում, որ ինքը ներողություն խնդրի սրանից կամ նրանից կամ մի բան է փոխհատուցում տա, թե համակենտրոնացման ճամբարում ժամանակին ինչ որ մեկին աշխատացել են, փողը չեն տվել։ Բնական է այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ հասնում են դրան։ Մենք այսօր ցանկացած օր պետք է իմանանք, որ ցանկացած օր, եթե Թուրքիան ձգտում է Եվրամիության, դա օգտակար է մեզ համար։ Ամեն օր նա վերանայում է իր օրենսդրությունը, համապատասխանում է, մի փաթեթ է ամբողջական։ Բացի օրենսդրական փաթեթից, հսկայական աշխատանք նավթի տանի քայլ առ քայլ, քաղաքական, սոցիալական, իրավական, այդ բոլորը բերի հասցնի դրան տնտեսական, որ նա կարողանա Եվրամիության այդ չափանիշը, այդ նշաձողին հասնի, որ կարողանա դրա անդամակցության դառնա։ Նույնիսկ այդ ճանապարհով գնալը արդեն մեզ օգտակար է։ Եթե ինքը այդ ճանապարհն է ընտրում, ոչ թե քաղաքակիրթ աշխարհից նեղանում, ասում դե չեք ուզում, հեչել ուզեք։ Շնորհակալություն, պարոն Անտոնյան, ցավոքսեստի մեր ժամանակը սպառվեց։ Շնորհակալություն հետաքրքիր վերլուծությունների համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք Դեմփրոս հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Անտոնյանին։ Ստեսություն եւ ամենայն բարիք։